Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեկ շաբաթ հետևում էի, թե իշխանական կողմը և հոգևոր կողմը, հոգևոր դասը ոնց են գզվրտվում իրար հետ և լուր սպասում էի, թե այդ գզվրտվոցը երբ կավարտվի, որպեսզի ես եթեր անեմ։ Հարգելի հետևորդներ, ես հիասթափված եմ և դուք իմ կարծիքը լավ գիտեք, թե իշխանական կողմից, թե ինչ վերաբերմունք ունեմ իշխանավորների նկատմամբ և հիմա արդեն ամբողջովին հիասթափվեցի նաև հոգևոր դասի կողմից, հոգևոր աշխարհը ներկայացողների կողմից։ Ես նրանց չեմ վիրավորի, ոչ են կողմին էլ, ոչ են կողմին էլ, նրանք երկուսն էլ իրար արժանի են, բայց ցավը գիտեք որն է, հարգելի հետևորդներ, որ մասնատված լինելով, բաժան լինելով, 4 մասի բաժանված լինելով, հիմա եկեղեցին էլ մասնատեց մեր ազգին, մեր ժողովրդին։ Այսինքն փաստորեն դուրս է գալիս, որ մենք էլ ազգ չենք, ժողովուրդ չենք, այլ ցեղախմբերի ենք վերածվել։ 4-5 մասի բաժանված քոչարյանականների, սերժականների, նիկոլականների և հոգևոր մասին պատկանող, նրանց պաշտպանող մասին ցեղ դարձած ժողովուրդ ենք արդեն։ Եվ սա եթե այսպես շարունակվի, ուրեմն մեր երկիրը անկում է ապրելու, և եթե անկում արդեն չի ապրել։ Վստահ ասում եմ ձեզ, որ բոլոր երկրների, թագավորությունների, կայսրությունների վերջը հենց այսպես է եկել։ Եվ այս ամեն ինչը սրվեց այն ժամանակ, երբ որ 2020 թվականի պատերազմը սկսվեց և Ադրբեջանը 4-5 պետությունների օգնությամբ, Թուրքիայի գլխավորությամբ իբր հաղթանակ տարավ Արցախում, դա դեռ հարցական է, դա տարել է թե չէ, չեմ ուզում շատ խորանամ հետախուզական խնդիրների մեջ, թեև կարամ խորանամ, եթե շատ ուզենամ, ուզեմ ասեմ, որ ամեն ինչ այդտեղից սկսվեց, երբ որ Արցախը կորցրեցինք 23 թվականին ժամանակավորապես և ամբողջ այս կուժուկուլան, այս 35 տարիների ոչինչ չարածը կոտրվեց այս իշխանությունների գլխին։ Բայց այս իշխանությունների գլխին կոտրվելուց հետո, այս իշխանությունները իրանք ապիկար են, տգետ, անուղեղ, դա ապացուցեց կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մեկը չմտնեք կոմենտներում և ինձ չվիրավորեք, այդ մասին պարզ խոսել է և ասել է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ես ոչ մի հույսեր չեմ կապում և այդ հույսերը մեռել են, որ այս իշխանությունը ինչ-որ բան կարողանա կատարել։ Այս իշխանությունը միաբանողը չի, 100% միաբանողը չի, ժողովուրդ ջան։ Հույսս մնացել էր, որ եկեղեցին հոգևոր մասը կմիաբանի, հոգևոր մասն էլ չկարացավ միաբաներ, որ ասեր այ մարդ լավ ձեր տարաձայնությունները դրեք մի կողմ, այստեղ հայ ազգի, հայ ժողովրդի ճակատագրի խնդիրն է, Արցախի խնդիրն է և լիքը խնդիրներ ունեք լուծելու։ Այսինքն եթե հոգևորականները հոգևորական դասի միջից գտնվեն այն մարդիկ, գային առաջ, չնայած ես կնշեմ, այդպիսի մարդիկ եղան, կա այդպիսի մարդիկ հոգևոր աշխարհում, բայց նրանք չեն կարող անցնել քաղաքական մասը, որովհետև մեր սահմանադրությունը, օրենքները թույլ չեն տալիս, որ հոգևոր մասը խառնվի քաղաքական մասին։ Բայց այդտեղ հարց եմ ուզում տամ, եթե հոգևոր մասին են մարդկանց, ովքեր մտահոգ են մեր ժողովրդի և ազգի ապագայի համար, հրաժարվեք ձեր դաներից, ձեր կուսակրոնությունից, ձեր եպիսկոպոսությունից, չգիտեմ, արքեպիսկոպոսությունից, հայրենիքի հարցն է դրած, հարգելի հոգևորականներ, միաբանեք ազգին,
Մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները, որտեղ ստեղ արդեն էդի ճղճիմ հարցը ամբողջ գլոբալ խնդիրը հայ ժողովրդի լուծելու հետ։ Գնալով փոքրացանք։ 350-400 հազար քառակուսի կիլոմետրից 29,000-ն էլ չեն ուզում թողան մեզ շուն թուրքերը։ Բերեք միաբանեք մեզ։ Ուղում եմ ուղի խոսքս Միքայել Աջապալյանին, Սրբազան հայր, դեն դիր քո դանը, քո աստճանը հոգևորականի, հել միացրա, դարձի աշխարհիկ մարդ, միաբանի ամբողջ ազգին, պաշտպանելու խնդրի շուրջ, թուրքերի Դամոկլես սուրը կախված է մեր վզից, ինչով եք զբաղված իրար միս եք ուտում, Հեմի պտի դուք հելնեիք սաղ ամբողջ ազգին միացնեիք ազգային համաձայնության խորհուրդը սարքեիք, նոր գնայք 26 թվին ընտրությունների, նրանց հետ միացնելով են ընդդիմադիր դաշտից ստապ կուսակցության առաջնորդներին, հասարակական կառույցներ, որ ստապ են մտածում, պետականակենտրոն են, պետականամեդ են, գտնեիք բոլորդ միանայիք մի մեծ խորհուրդ ստեղծեիք, թե բերեիք առաջնորդին առաջ ու ասեիք թե այս երկիրը 2026 թվականի ընտրություններից հետո եւ դրա ժամանակ ով է ընտրվելու, ով այս երկիրը կառավարելու ու այս երկրի տնտեսությունը զարգացնելու, որովհետեւ մենակ քաղաքական մասով չի, եթե տնտեսական մասը զարգացած չեղավ, որ այդ պոտենցիալը 100%, 1000%-ով կասեմ, կա Հայաստանի Հանրապետությունը 70 տարվա արած դրածը հələ մեջը ժողովուրդը այդ ինժեներական մասը գոյություն ունի։ Ձեր քաղաքական մաս առանց տնտեսական մասի 0-ի է հավասար։ Չհելնեք ստից բաներ խոսակ Ամերիկայից sense կխոսանք, թուրքերի հետ sense կխոսանք, ադրբեջանցիների sense խոսանք։ Դուք տնտեսություն չունեք, դուք հրապ ուրիշ չեք աշխարհին, որ այդ աշխարհն է ձեզի մի բան տակ աշխարհին, այդ աշխարհն է ձեզ պաշտպանի։ Եկեղեցին կորցրել է իր հեղինակությունը ու այնքան YouTube-ով հոգևորականներ են մտնում ու ապացուցում, որ վերնախավը զարկված է հեղինակությունից։ Սուտ չխոսակ, եթե դուք հոգևոր դաս զրկված չնեք հեղինակությունից, ապա ձեր գառները ոնց որ դուք եք ասում, այսօր հեղափոխություն չէին բարձրացնի ձեր դեմ։ Հենց ուզում են ձեր եղած չեղածը վեկալեն ձեր ձեռից, կադաստրի թուղթ են ուզում, հողերն են ասում, որ դուք ինչ բերեք ներկայացրեք, բանով ինչ եք ներմուծում, ինչ եք ծախում, ում եք ծախում, այդ ձեր քարեշինություններն է սարքել եք բիզնեսի միջավայր, եկեղեցի է կոչվում։ Իմիջայլոց Տեր Հիսուս Քրիստոսի բառերն եմ ձեզ ուզում ուղղեմ, որ եկեղեցին ձեր մեջ է, ոչ թե այդ քարերի։ Եթե սուտ եմ ասում, մտեք ինձի ժխտեք, որ ես սուտ եմ խոսում։ Ու եթե ես սուտ չեմ խոսում, ուրեմն հելեք, այս կապիկությանը վերջ տվեք, որ այս 15 միլիոն հայությունից ով է գալի եկեղեցին։ Ինչքան մարդն է մտնում եկեղեցին, 2 միլիոնից ինչքան մարդն է մտնում եկեղեցին։ Ոմանք գալիս են մոմ են դնում վարմեսկի հաղորդացում էլ չունեն Աստծու հետ, չգիտեմ այդ բառը ոնց են ասում, հաղորդակցում, այդ մի քիչ բանով է հոգևոր աշխարհին պատկանող բառը ես դες լավ չգիտեմ։ Հասկացաք ես ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Ընչեք ասում, որ դուք այս Հայաստանը, եթե քրիստոնեություն, ով ասեց, որ Հայաստանը քրիստոնեություն չունենա, ուրեմն չի լինի։ Ոչ, որովհետև ձեր համար այդ իշխանությունը, որ այս վերջին, այս 1700 տարվա մեջ դուք սարքել եք, ու այս վերջին 700 տանը, որ արքան գոյություն չունի, սուզերենը չկա, սաղ դուք եք ղեկավարում, կալվածատիր կալվածքները ձեր հարկահավաքում, սաղ եկեղեցին արե, եթե սուտ եմ խոսում, մտեք ասեք սուտ եք խոսում,
սուտ չեմ խոսում, ճիշտ եմ անում, այս սրիկաներ։ Ու դուք այտենց 700 տարվա մեջ էլ թագավորին առաջ չբերեցիք, միթե այս այդ 700 տարվա մեջ մի հատ իշխանյաց տոհմից մարդ չգտա, որ դուք թագավոր նշանակեք։ Դավիթ բեկն ու Մխիթար սպարապետն էին, Սյունած աշխարհն ու Արցախն էին իրար հետ, այդ եկա, այսինքն մոտավորապես գալիս է մի 10-15 հազար քառակուսի կիլոմետրի վրա եղած հայություններ են, մնացածներ սելջուկ թուրքերի տակ է, որ Մխիթար սպարապետը կարդում ես պատկերը, այդ է մոտավորապես գալի պաշտպանական տարածքը, 20,000 թողել նի, հա։ Բախիչ անեցիք 700 տարվա մեջ արքա նշանակեիք, որ արտաքին գործեր, ոնց որ պարսիկները պահեցին իրանց մասը, իրանց այդ դեսպաններով, խորքից 3000 տարի գալիս է նրանց դեսպանություն, դա համար նրանք այտենց հմուտ արտաքին գործերի նախարարություն ունեն ու այդ հմտությունը գալիս է դարիքից։ Մենք ոչ մի բան չունենք, այսօր մեր այնքան գիտելիքները սակավ են, որ բանակցենք ուրիշ երկրների հետ։ Հոգևորականներ։ Միակ չեն էլ բերում են տղուն խառնում Հիսուս Քրիստոսին մեր ազգի հետ։ Մենք կապ չունենք այդ ուսմունքի հետ, Քրիստոսի ուսմունքի հետ։ Նա ծնված հрьяաների համար եւ քարոզում էր, որ ապրեք Մովսեսի օրենքներով, որովհետեւ ընդեղել էին պղծվել հոգևորականները, ամբարոյական էին դարը, գրփում չրփում են այսենց ժողովրդին, դա համար Տեր Հիսուս Քրիստոսը հելավ ասեց, արա այս ինչ է կանում, ինքը հերյա ժողովրդին է, տա Մովսեսի օրենքներով ապրեք, մեղք եք գործում, պատվիրանները չեք պահում։ Ինչ խոսք է եղել հայության մասին, բերել էիք, ով ուզում էր, թող գնար դառնար Հիսուս Քրիստոսի հետևորդը, այտենց ավելի արդար ու ճիշտ կլներ, քանց թե բերեցիք ձեր համար իշխանություն ձևավորեցիք, որ այսօր էլ Արամ առաջին կաթողիկոսը, մեկ էլ ամենայն հայոց կաթողիկոսը մեր իշխանությունը մեր ձեռից դուք չեք կարող եկալեք, ինչ իշխանություն էլ ուզում է գա Հայաստանի Հանրապետության գլխին։ Գժվել եք, մաստատված, երկու կաթողիկոսություն ունեք։ Այն անցած հաղորդման ժամանակ ասացի, մաստատված եք դուք ոնց կարաք միաբանվեք, դուք չեք կարա միաբան, դուք սուտ եք խոսում, ստում եք, որ դուք միաբանեք, տենում ենք ձեր միաբանությունը, համի պտի սաղ 2 միլիոնը զանգերը ղողանջեին եկեղեցիներում տեղու, դուք այդքան եկեղեցի չունեք, որ հայությունը գայ, մանավանդ երևանցիները գան ու աղոթեն, մեծամասնությունը դեզի բանի տեղ չի դնում, հենց ուղիղ ասում եմ, շան տեղ չի դնում ձեզ, դե գնացեք։ Աստված, Հիսուս Քրիստոս, ինչ, քո ժողովուրդը, դավաճանում է իրա, կինը իրա ամուսունը իրա կնոջը, սուտ վկայություն են տալի, իրար սպանում են, իրար մորթում են, իրար խափում, քցում են, տոկոսով փող են տալի, սաղ մեղքերն է, 10 պատվիրանները լրիվ խախտում են, դուք ասում եք մենք իշխանություն ունենք, հայ առաքելական եկեղեցին իշխանություն ունի, հա? Գրիգոր Լուսավորիչ, բա որ իշխանություն ունեք, բա խիա ձեր հոտը իրար ուտում, իրար սպանում, իրար խափում, իրար դավաճանում ու քցում, լավ չեք աշխատել ու չեք էլ կարանալու աշխատեք, դուք խափում եք իմ ժողովրդին, որովհետև իմ ժողովուրդը այն մինչև քրիստոնեություն ընդունել է լրիվ ուրիշ համակարգով էր ապրում, կաստայական համակարգով։ Ու գլխին կանգնած էր արքան, այդ որ ասում եք Տիգրան մեծի կառավարման սիստեմը մի հատ մտեք, բացատրեք, հերիք ասեք Տիգրան մեծը բանը մինչև Արշակունյաց, այո, մինչև 301 թվականը ամբողջ Արտաշեսյանների դինաստիան, դրանից առաջ Ուրարտական դինաստիան, ընչեր հերո բանը հզոր Տիգրան երկրորդը վաբշե գրավեց 2-3 միլիոն քառակուսի պարթևական աշխարհը պարսիկներին զրկեց, հասավ մինչև հրեական աշխարհի սահմանները, Լիբանանն էր գրավել, որովհետև Տիգրան մեծի
կառավարման համակարգը սաղ զինվորականներ են, արքան ինքը զինվորական էր, գնում էր ժողովրդին զորքի առաջ կանգնած տանում էր մարտի, այնտեղ իր հետ նախարարական տները, եթե հերը չէր գնում, նրա տղեն անպայման գնում էր, որ այդ նախարարական ժառանգությունը ժառանգեր, եթե չգնար ոչենի, ուրեմն կզրկվեն, դա անպատվություն էր հայոց աշխարհի համար զինվորական չլնելը, սաղ նախարարները թրերով էին ու վահաններով ու բաներով, այդ իրանց զրահներով, իսկ այսօր որ մի նախարարի երեխեն է ծառայել, 35 տարի է սաղ փող եք տվել, ազատվել եք, ուզում եք, որ այս ձեր երկիրը հզոր լինի, մտնում հեքիաթ եք պատմում, Տեր Աստված, Տեր Հիսուս։ Այն էր հզոր երկիրը, որովհետև զինվորական կաստան էր ամենավերևը կանգնած։ Ու չմտնեք ինձի հանգարց այդ ստից բաներով ինձի դուք չեք կարողանալու ինձի հակառակը ամոզեք, որովհետև Տիգրան Մեծի ու դրա Արշակեսյանների ու Ուրարտական թագավորությունները արքայից արքայի սաղ զինվորականներ են եղել, հետո եկել են քուրմերի դաս, այդ գիտնականների մասը, այդ որ հոգևորականներ եք ասում են, ոչ, դրանք քուրմերն են, դրանք այն ժամանակվա ինժեներական գաղափարով մտածող մարդիկ են եղել, որ զենքեր են առաջ բերել, նոր մետաղների մշակում, զորքը ավելի արդայական են սարքել, փայտի անիվները դարել են երկաթյա անիվներ, թույլ զենքերը, բրոնզե զենքերը դարել են երկաթյա զենքեր, դրա համար է Տիգրան Մեծը հաղթեց մեր այն ժամանակվա հայ դարբինների ու քուրմերի խելքի շնորհիվ մենք գառներ չենք եղավ ձեր համար էսա պարակտողը այս հոգևոր դասը եկեղեցին եկավ պարակտեց մի հատ, հիմա էլ այս 35 տարվա մեջ, այս կուսակցությունները եկան առաջ, այս սրանք էլ իրանց հերթին, դաշնակներ, հնչակյաններ, արմենակյաններ, հետո բաներ, հանրապետականներ, կոմունիստականներ, ես իմ չգիտեմ, գոնե կոմունիստական ժամանակ մի հատ կուսակցություն էր, մի ընդհանուր գաղափարի շուրջ հզոր, դրա համար այսպես հզոր գործարաններ ու արտմիություններով բանարած, ստեղծված վիճակ էր, հզոր ռազմարդյունաբերություն ու տնտեսություն ուներ այդ 70 տարի ժառանգությունը, որ մնաց Հայաստանի Հանրապետությանը։ Բա որտեղ է ժամանակ եկեղեցին էր ինժեներներին սովորացնում, պոլիտեխնիկը, այն ֆիզիկա ինստիտուտը, քիմիա ինստիտուտը, սա գիտնականների թափած շնորհքն է, այն ժամանակ էլ քուրմերի թափած շնորհքն է եղել, ոչ թե ձեր հոգևորականների։ Նորից եմ ասում, եթե դուք իշխանությամբ տոգորված ու հղպացած չլինեիք 700 տարվա ընթացքում դուք արքա կստեղծեիք, դուք հենց հոգևորականներ, եկեղեցին, առաքելական եկեղեցու մասին, բռնի ուժով էլ բերեցիք քրիստոնեությունը Հայաստան աշխարհ մտցրեցիք, բռնի ուժով խոս սարքեցիք տրթատի ականջները տարան բանին, այս Սուրենին, Պարթևին, որ Գրիգոր Լուսավորիչ եք ասում, գցել էին խոր վիրաբի այն զնդանը։ Հələ մեծ հարց է, դա ոնց անտեղ դիմաց հետ, ինչ հաց են բերել տվել ձև, չկա այլ հեքիաթներ եք պատմում։ Կտակարանը գրվել է Հիսուս Քրիստոսից մահանալուց 50-60 տարի հետո ու վաբշե որ այդ գրողը չեմ հիշում Հռոմում ծնված կրթված հույն եմ ասում հրյա որ գալիս է իր երկիրը, հավետած երկիրը, լսել է, որ Քրիստոսը այդ գալիս է, հիմա չեմ հիշում, ով էր, եթե կհիշի մեկը, թող խնդրում կոմենտներում ինձ հիշացնի, գրի, ով էր այդ մարդ, որ 60 տարի հետո է գալի Քրիստոսի մասին նստում, գրու սկսում գրել, որտեվ կրթված գրագիր այլ ոչ մեկ չի գրել մինչև այդ։ Եթե գրել են կիսատ պրատ հավաքեն միացրել են, այս հրյան եկել է, ընդհանրացրել է, մտցրել է ու կտակարանաս, սարքել տվել է ձեզ։ Եթե արքա ունենայինք, ոչ համիդիական ջարդերը կլներ, ոչ էլ 1915 թվի, արքան կտաներ մի հատ կկեթար այդ կաստան, զինվորականների կաստան, գոնե 200-300 քառակուսի կիլոմետր այս արևելյան Հայաստանի այդտենց կպայեր չէին կեթարդեն, այնքան եկեղեցին
Որտեղ դուք չեք կարող արտաքին գործեր վարեք դիվանագիտություն, ով է գնացել Ղրիմյան հայրիկը, կերակ, կարացավ Ղրիմյան հայրիկը հայոց հարցը լուծեր, հա? Թղթե շերեփով էր գնացել, հետո է բողոքում էր աշխարից, բայց դուք չեք արքային բերել, որ արքան զինվորական սաղին հավաքեր, նախարարական տոհմերը բերեր նորից այն վիճակին, ոնց որ Տիգրան Մեծի Արտաշեսիների ժամանակ ա եղել, որ հիմա հայոց աշխարհը պետք է 50-60 միլիոն ալներ, եթե մնար գար այդ տենց, որովհետև դուք պետականամեջ եք, դու սպտից ելնում գոռում եք ու ոչ մի բան չեք անում այս ժողովրդի համար։ Չեք անում, եթե անեիք պատկերը ուրիշ կլներ։ Սաղ Երևանը, ամբողջ Հայաստանը Կիրակի օրը ժամը 11-ին զանգերը չնչցրած չոքած պետք է լինեին, ոնց որ մահմեդականները մուսուլմանական երկրներում ժամը 12-ն եղավ, որ ուզում է կողք կլինի, խալին փռում է, սկսում է իր նամազը կատարելը։ Իսկ դուք մենք ինչ է, ոչ մի բան։ Դավաճանել, սպանություններ, հենա, ոչ մի բան չեմ հորինում։ Սա օրը շամշան գագործույց է տալի, այնտեղ են արդեն հոգեկան աշխարհը, սա, չգիտեմ, քարից է Շամշան Գագոյի ոնց է դիմանում։ Բայց դուք ոնց եք աշխատել ձեր հոգևորականներով, որ հիմա մի թիքա մնացած 2 միլիոն հայությունը ստե իրար էլի մորթում են։ Հարգանք չկա իրար նկատմամբ, խաբեություն, դավաճանություն, ստախոսություն, սա պատվիրանները խախտած վիճակ է։ Մենք հեղինակություն, Արամ առաջին կաթողիկոս, կգա այդ երկրի առաջնորդը, Տիգրան Մեծի նման մտածող ու փորձվի եկեղեցին չենթարկվի այդ իշխան, կգա, ես ամեն ինչ կանեմ, որ գա այդ տղեն, այդ մարդը, ով որ Տիգրան Մեծի ժամանակ այդ որտեղ զինվորական կաստաներ հարգվում ու որովհետև հնդիկները դարեր շարունակ մեզի բրամիներ էին ասում։ Իսկ գիտեք ինչա բրամիներ, գիտնականներ, ոչ թե ձեր հոգևորական ապուշությունը։ Լավ այդ ձեր մեջից էլի այն քուրմերի պահվածքող մարդիկ են եկել։ Մեզ մաշտոցը գնացե մարդը գիրը նստեք գիտությամբ պազբավ է մարդը հեքիաթեք պատում Աստված ոչ մի Աստվածը չտվեց մարդը բազա ուներ հունական տառագրությունը ընդ պասկա բայկալեց սա միացրեց իրար հիմա չեմ ուզում խորանամ այդ պատմության մեջ դրա ժամանակը չի բայց որ պետք է լինի դրա մեջը կարամ խորանամ ժողովուրդ ջան ոչ էսա բանի պետք էս կոմը, ոչ էլ էս, բայց ընդեղից կամ, ես զգում եմ, որ էլի այդ հոգևոր մասից եպիսկոպոսները, մի քանի եպիսկոպոսներ կան, որ հա, չեմ վախենա ասեմ, Միքայել Հաջապալյան ջան, հել թող արի մտի մեր մեջ, մեր առաջնորդին բեր առաջ, միացեք ազգային համերաշխության խորհուրդը ստեղծեք, այդտեղով ընտրեք դուք, ես ձեզ իրոք հարգում եմ, որպես դուք գիտելիքներով հարուստ, գիտակից, թափ, ռեալ մտածող մարդ, ձեր հոգևոր Բագրատ եպիսկոպոսն է մեր Այն մարդու մեջ էլ կա ուզում է հայրենիքի համար լավն ես հասկանում եմ ձեզ, բայց ձեր այդ մասը հոգևոր արդեն թույլ է, չկա այդ իշխանությունը, դուք կարաք դառնաք աշխարհիկ մարդիկ, գաք հայոց աշխարհի փրկության համար, լիդերին բերեք առաջ, որ սուզերենը կարքին մարդու բերեք ու պահանջեք, որ արա, որ արեցիր, ոնց ես որտեղ սաղ տնտեսությունից է կախված հերիքա, ապուշություններով զբաղվեք իրական օրակարգը շեղեք տանեք են կողմ ու նորից եմ ասում այդ արտմիությունները կարևոր են հասարակական կառույցում որ վերահսկեցնել թե չէ իշխանավորը գալիս է դառնում է իշխանավոր ու գնում է մսխվում է նորից այս 35 տարվա կաշառակեր համակարգի մեջ վաշխառուական համակարգի մեջ Դրանք ինդիկատոր կլինեն անդադ ստապ կպահեն, կզգուշացնեն վարչապետին, վարչապետը իր հերթին կստապվի, որովհետև եթե չստապվեց, պետք է ինստիտուցիոնալ սարքել երկիրը։ Դուք գրագետ մարդիկ եք,
կրթություն ստացած մարդիկ եք, հելեք թողեք ձեր դաները, նորից կրկնվում եմ, էլի որ փրկենք հայոց աշխարհը, որ մեծացնենք, որ ասում եք, այդ անարդարության մասին էր խոսում Կարպիս Փաշեյանի մոտ, հարգելի սրբազան Միքայել Աջապալյան, բա ո՞նց է արվում, ինժեներների դասը պետք է որ զենքերը արտադրեն, զենքով ամենակ Տիգրան մեծը զենքով գրավեց, լսում քուրմերն ասում էին, արա այս զենքն է պետք, որտեվ գիտական մասն էր, ուրիշ թեմա չկա, ստե որ նստեմ ձեզ վիրավորեմ, նրան իմաստը չկա, իրական օրակարգից մի շեղվեք, իրական օրակարգը հիմա լիձերն է, լիձերի հետ հասարակական կառույցները եւ արտմիությունները, որ չինովնիկները չգնան նորից գործ չանեն, որ երկիրը այս վիճակին լինի։ Սա դրանից է գալիս, հիմա այն ժամանակները չի, սահմանադրություն օրենքները զարգացել է, աշխարհը բերել է բան, բայց մարդկային տեսակետով, քննելով, ման գալով, մենք կարանք մեր լիդերին բերենք առաջ, կարանք, աղբեր, ինչ ենք հելել իրար մի ստում ժողովրդի նորից պառակ դե բաժան արել, ոնց որ Մեշան Հարութն է երգում, զարմանում եմ ես մեզ բաժանանող 1000 շերտերի, դե չի զարմանա Մեշան Արթուրը մեր հանճարեղ երգիչը և նաև ճարտարապետը, դե սկսի էլ չզարմանալ, չգիտեմ ժողովուրդ ջան, մենք այս 141 իմեջին գրանցվածներով և Facebook-յան էջին 1181 հոգով գրանցվածներով ճիշտ ուղով են գնալու, չլքեք իմեջը, ես դες վստահեցնում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ այդ տղեն գա, իրական լիդերը, պետք է այդ տղուն բերենք մենք, այդ կուսակցությունով են ընտրվում, օրենքը սահմանադրությունը տենց ասում, թողը տենց լինի, խնդիր չկա, բայց այս ընդդիմադիր դաշտի սթափ մտածողները, պետականամետները և հոգևոր դաշտի պետականամետները պետք է գան միանան իրար, որոշ մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, թե եկեղեցում, թե ընդ է, ու լիդերին բերենք, աղբեր, մենք ինչքան կրանք սես մաստատված ապրենք, իրարից զզվենք, իրար սպանենք, իրար մորթենք ու իրարից չուզենանք իրար երեսի նայենք ու խափենք իրար, ու դե համար է կվերեն, այ Ասորեստանը տենց կանդվա, Բաբելոնը տենց, այ տենց կանդվում ենք բաները երկրներն ավիրվում, գնում են, կորչում են, ժամանակը գալի ջնջում է դարի ընթացքում տալի փոշի է սարկում, այս արյան գնով եկե հասել ենք այս դարին գոնե փառքով կարանանք գնանք առաջ։ Այսքանն է ուզում ասել ժողովուրդ ջան, շատ ձեր գլուխը չեմ ուզում տանեմ, որովհետև իմաստ չկա, էլեմնենդեից խոսամ, իրական օրակարգից շեղվեմ, վաբշե իմաստ չկա։ Դրանցվեք հալիքին տարածեք, սեղմեք զանգակը, թողեք ձեր կոմենտները, անպայման գրեք կոմենտները, խելացի կոմենտներ գրեք, չմտնեք վիրավորեք ինձ, որովհետև դուք չեք կարող ապացուցեք, որովհետև ճիշտը Տիգրան մեծն էր, այ դրա համար էլ ընդ սիստեմը զինվորականների կաստան էր վերևը, չեք կարող ապացուցեք, եղավ, ու նախարարների տղեկներ գնում էին կռվելու թարքայի հետ, այստեղ ով է գնում, որ մի նախարարի հարուստի տղենա ծառայելու գնացել բանը, արա գոնե թարեք սպաս սարքեք ձեր տղեկին, հա, որ ժողովուրդ դուք ավելի եք ատոմացնում, չեք գնում, նրանք ես մեր հարուստները չեն գնում մանան, բա մենք խի գնանք, այդպես ատոմանում է երկիրը, գոնե սպաս սարքեք, որ ավելի համախմբեք, միաբանվեք իրար, հասկանում եք, թող սպալեն, դուխով տղեկ ունեք, թող սպաներ դառնան, որ հրամանատարներ լինեն, զորքը կառավարեն, ախպեր, ոչ մեկից լավը չեն ձեր տղեկը, լավ մնաք ժողովուրդ ջան, դուխները չգցեք, միակ ճանապարհը ոնց պատմեցի ես հաղորդման ընթացքում էս է, հաջողություն ձեզ։